Իսրայել-Իրան զինադադարը մշտական է եւ կտևի հավերժ։ ԱՄՆ նախագահ Թրամփի խոսքերն են։ Վերլուծաբանները սակայն նրա չափ լավատես չեն։ Իրանն ու Իսրայելը լավ հարաբերություններ ունեցել են, բայց դա վաղուց անցյալում է։ Այսօրվա Իրանը աշխարհաքաղաքականությամբ, գաղափարախոսությամբ ու կառավարման ձևով լրիվ այլ պետություն է։ Արևմտամետ էր մինչ հեղափոխական իրանական կայսրությունը, իսկ Իսրայելի հետ հարաբերությունները բարիդրացիական էին, ասում է արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Իրանում հրեաները բավական մեծ հեղինակություն էին վայելում, իշխանությունները նրանց շատ լավ էին վերաբերվում, եւ Իրանը իր հիմնական թշնամին չէր համարում հրեաների։ Եվ այդ ժամանակ էլ Իսրայելի համար Իրանը կարևոր էր այն առումով, որ եթե արաբական աշխարհը Իսրայելի դեմ թշնամական վերաբերմունք ուներ հենց սկզբից, ապա այդ շրջանում Իսրայելը եւ Իրանը ունեին որոշակի համագործակցության բարձր մակարդակ։ Շատ բարձր չէ, բայց ընդհանուր առմամբ համագործակցության մակարդակ, որտեղ արաբական աշխարհում երկուսն էլ այսպես օտար էին։ Ընդամենը 77 տարի առաջ ստեղծված հրեական պետության հետ Իրանի Իսլամական Հանրապետությունը հաշտ չէ արդեն 45 տարի։ 1979 թվականին Իրանում հեղափոխության արդյունքում իշխանության եկան շիա հոգևորականները եւ հայտարարեցին. Ամերիկան մեծ սատանան է, Իսրայելը փոքր։ Սկսվեց հարաբերությունների սառեցման, ապա նաեւ սրման շրջան։ Հրեաներն այլևս իրանցիների բարեկամը չէին։ Փոխվեց այդ պատկերը, ես կարծում եմ հենց Իրանի նախաձեռնությամբ, ոչ թե Իսրայելի, որովհետև Իսրայելը շահագրգռված կլիներ Իրանի հետ պահպանել նաև հետագայում այդ հարաբերությունների մակարդակը, բայց նախաձեռնությունը եկավ Իրանի իսլամական ղեկավարությունից, երբ որ Խոմեյնին եւ նրա կողմնակիցները եկան իշխանության։ Սիոնիստական գաղափարախոսության կրողներն ու շիա մահմեդականներն իրար չեն ընդունում, սա այս թշնամանքի գաղափարական կողմն է, բացատրում է արևելագետը։ Երկբևեռ աշխարհում Իսլամական Հանրապետությունը նախընտրեց խորացնել հարաբերությունները Խորհրդային Միության, դրա փլուզումից հետո Ռուսաստանի հետ։ Նախորդող ու ընթացիկ տարին կարելի է կոչել Իրան-Ռուսաստան բարեկամության խորացման տարի։ Արդյունքում Իրանը հնարավորություն ստացավ շրջանցել պատժամիջոցները, նաև զենք վաճառել։ Դա սկսեց ավելի վերջին տարիներին իհայտ գալ, երբ խորացավ Իրանի եւ Իսրայելի հակամարտությունը, երբ ամերիկացիները ակնհայտորեն ցույց տվեցին, որ իրենք օժանդակում են Իսրայելին, եւ այդ պայմաններում փաստորեն Իրանի ղեկավարությունը փորձեց համագործակցություն հաստատել արդեն Ռուսաստանի Դաշնության հետ։ Դա դժվար գործընթաց էր, չի կարելի ասել, որ դա հեշտ էր, որտեղ երկու երկրներն էլ եւ Իրանը եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ տարբեր պետություններ են։ Իսրայելն Իրանին համարում է հարևան պետությունների տարածքներում գործող եւ Իսրայելի համար սպառնալիք հանդիսացող զինված կազմակերպությունների եւ խմբավորումների ֆինանսավորող, շեշտը դնելով Իրանի հոգեվոր ու գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վրա։ Հունիսի 13-ին սկսված հարձակմանը զուգահեռ Իսրայելի ղեկավարը կոչ արեց իրանցիներին դուրս գալ ներկայիս առաջնորդների դեմ, նույնիսկ սպառնաց սպանել Խամենեիին։ Հոկտեմբերի 7-ից հետո այդ ահաբեկչական գործողությունից հետո Համասը կազմակերպեց Իսրայելի դեմ, Իսրայելը դառավ ագրեսիվ պետություն, դա ընկալեց Իսրայելի ղեկավարությունը այդ ահաբեկչական գործողությունը որպես էգզիստենցիալ վտանգ Իսրայելի դեմ եւ դառավ ել ավելի ագրեսիվ։ Մենք տեսնում ենք, որ մեկը մյուսի հետևից Իսրայելը վերջին շրջանում ինչ ուժեղ հարվածներ սկսեց հասցնել սկզբից Համասին, հետո Հեզբոլլահին, հետո մենք տեսանք Սիրիայում Իսրայելի գործողությունները եւ հիմա էլ հերթը հասավ Իրանին։ Միջուկային զենքի գոյության չհաստատված փաստը հակասություններից միայն մեկն է։ Իսրայելն ու այսօրվա Իրանն ունեն հաշտությանը խանգարող բազմաթիվ պատճառներ։ Հաշտությունը գրեթե անհավանական է, քանի դեռ Իրանը կառավարում են գործող իշխանությունները, ամփոփում է արևելագետը։